Հայաստանում կա եկեղեցի պետություն հարաբերությունների խնդիրը, բայց այդ խնդիրը կապված է ամբողջ տարածաշրջանի մյուս բոլոր խոշոր խնդիրների հետ, սա միայն տեղական հարց չէ։ Եվ այն այդքան դժվար լուծելու պատճառն այն է, որ այն կապված է այս մեծ հարցերի եւ այն բանի հետ, թե ինչ տեսլական ունի Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանի համար։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքն ամբողջ այս տարածաշրջանի փոխարքայի դերն է կատարում։ Նա խոսում է տարածաշրջանի վերաձևման մասին միջեր քրականից մինչև Կասպից ծով։ Այլ խոսքերով, այն փաստը, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նաև Սիրիայի հարցով հատուկ բանագնացն է, արդեն իսկ ինչ-որ բան ասում է, որ իրականում այս տարածաշրջանը դիտվում է որպես մեկ միավոր, եւ Բարաքը պատասխանատվություն ունի նաև Հայաստանի համար։ Նա խոսում է առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնադրված ազգային պետությունների մասին որպես իրական լեգիտիմություն չունեցողների։ Դա վերաբերում է նաև Հայաստանին։ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է պատերազմի ժամանակ։ Նա այդ պետությունների մասին խոսում է շատ կոպիտ ու ցինիկ բառապաշարով, կարծես նրանք պարզապես ցեղեր են, որոնց դրոշ են տվել, եւ արևմտյան տերությունները որոշակի սահմաններ են գծել, եւ որ նրանք իրականում ազգ պետություն լինելու իրավունք չունեն։ Սա Հայաստանի Հանրապետության հանրային ապալեգիտիմացման փորձ է որպես պետության, որը հիմնադրվել է որպես տուն եւ անվտանգ ապաստան հայոց ցեղասպանությունից փրկված հայերի եւ նրանց սերունդների համար։ Այսպիսով փորձ է արվում ջնջելու այս ամենը։ Ստեղծվում է նոր մերձավոր արևելք, որը մեծամասամբ կապված է տնտեսական գործընթացների հետ։ Բաց սահմաններ, նրանք անհամբեր սպասում են դրան։ Եվ ես դեմ չեմ Թրամփի երթուղուն կամ միջանցքին կամ ինչպես էլ այն կոչվի, ես դեմ չեմ, որ տնտեսական կապերը զարգանան, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներից մենք տեսնում ենք, որ դա ավելին է, քան պարզապես մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը։